Այսօր հայազգը նշում է հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, ընդգծելով, որ բանակը անցել է պարզ ձևավորման փուլ, սակայն այսօր էլ շարունակում է կայանալ եւ զարգանալ։ Վերջին տարիներին իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ, բարելավվել են զինծառայողների սոցիալական պայմանները, ձեռք է բերվել ժամանակակից սպառազինություն ու ռազմական տեխնիկա։ Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանը կանգնած է եղել գոյաբանական սպառնալիքի առաջ, որը հաղթահարվել է ռազմավարական կարևոր որոշումների միջոցով։ Նա ընդգծել է, որ բանակի միակ առաքելությունը երկրի միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է եւ Հայաստանն առաջիկայում չի պատրաստվում պատերազմի, սակայն շարունակելու է ամրապնդել պաշտպանունակությունը։ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին II շեշտել է, որ հայոց բանակը մեր պետականության եւ ժողովրդի անվտանգության երաշխիքն է։ Կաթողիկոսը մաղթել է, որ հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել սահմանները, իր արիությունն ու տոկունությունը շաղախելով առ Աստված։ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զինվորները հերոսաբար պայքար մղեցին եւ նահատակվեցին, դառնալով ապագա սերունդների ոգեշնչման աղբյուր։ Այսօր հայոց բանակի օրը հիշեցնում է, որ մեր բանակը ոչ միայն պաշտպանություն է, այլև խաղաղության, անկախության եւ պետության ամրապնդման հենասյուն, ասված է վեհափառի ուղերձում։ Ինչպես ամեն տարի, այսօր եւս բանակի տոնը մեկնարկել է Եռաբլուր զինվորական պանթեոնից։ Պատգամավորների, հոգևոր հայրերի եւ քաղաքացիների մուտքը պանթեոն չի դադարում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Եռաբլուր զինվորական պանթեոնում աղոթել է հերոս ննջեցյալների հոգու հանգստության համար։ Վեհափառ հայրապետը աղոթքից հետո լրագրողներին կոչ է արել ավելորդ հարցումներով չխաթարել օրվա խորհուրդը։ Սիրելիներ, ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում։ Չխաթարել օրվա խորհուրդը։ Թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու, մեր զավակների հիշատակի առջև, եղավ աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարոր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ եւ չխաթարել օրվա խորհուրդը։ Ավելորդ հարցումներով։ Այդ հարցումները դուք հնարավորություն ունեք այլ առիթներով ուղղելու։ Կապ հաստատեք այլ առիթներով եմ ասել, կապ հաստատեք մեր տեղեկատվական բաժնի տնօրենի հետ։ Աստված օրհնի ձեզ, Տերն ընձեզ։ Եռաբլուրում էին նաև մեր ձևով շարժման անդամները։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ու իր թիմակիցները մոտեցել են հերոսների շիրիմներին, ծաղիկներ խոնարել, իրենց զորակցությունը հայտնել նրանց հարազատներին։ Նարեկ Կարապետյանին Եռաբլուրում մոտեցել է մի կին հուզված դիմել, կոչ անելով ձեռնարկել համապատասխան քայլեր, որպեսզի երկրում տեղի ունեցածը չկրկնվի։ Կնոջ խոսքով վերջին ամիսներին հասարակությունը ականատես է լինում այն ամենի կործանմանը, ինչ ունեցել է Հայաստանը։ Վերջին 5 ամսվա ընթացքում մենք ականատես ենք լինում այն ամենի կործանմանը, ինչ ունեցել ենք։ Մենք այլևս չգիտենք ինչպես դիմել ժողովրդին, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Արցախյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող Երևանի համար 147 դպրոցի առջև բացվել է հերոսի արձանը։ Աբաջյանի արձանին գրված են նրա վերջին խոսքերը, որոնք զոհվելուց առաջ ասել էր իր հրամանատարին։ Դպրոցի տնօրեն Մարգարիտ Ահովանիսյանն ասել է, որ արձանի բացման օրը պատահական չէ ընտրված։ Ռոբերտ Աբաջյանը հայրենիքը կյանքից բարձր է դասել։ Թող բանակի ուժը ծաղկի մեր միասնության մեջ։ Թող յուրաքանչյուր զինվոր զգա հայրենիքի սերը, իսկ նրանց ծառայությունը լինի միմիայն խաղաղության ճանապարհ։ Խոնարհվում եմ նահատակ հերոսների հիշատակին
ուժ ու հաստատակամություն, օրհնություն ու լույս այսօր ծառայողներին, փառք հայոց բանակին։ 2016 թվականի ապրիլի 2-ին սկսված քառօրյա պատերազմի ժամանակ զոհվում է Աբաջանի Վաշտի հրամանատարը։ Ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա եւ պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս գալիս հրամանատարի հետ եւ հանում իր մոտ մնացած վերջին նռնակը։ Պատրաստ լինելով ասում հենց մոտենան իր հետ միասին պայթեցնելու է, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ եւ ձեռքերը վեր բարձրացնում, իբրև թե հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, նա իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։ Անձնազոհ այս քայլով Ռոբերտ Աբաջյանը նաեւ փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ Նրան հետմահու շնորհվում է Արցախի հերոս, Արցախի հանրապետության բարձրագույն կոչում եւ ոսկե արծիվ շքանշան։ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը համայնքի եւ թեմի քահանաների ճնշման ներքո փոխել է դիրքորոշումը, գրել է հրապարակ օրաթերթը։ Օրաթերթի տեղեկություններով ահռելի ճնշումներ են գործադրել նրա վրա, կանգնեցնելով երկընտրանքի առջև, կամ շարունակում է հավատարիմ մնալ մայրաթոռին, կամ իր թեմակալ առաջնորդությունը դադարեցվում է։ Եվ միայն դրանից հետո է նա հայտարարել, թե փետրվարի 16-ից 19-ին կմասնակցի եպիսկոպոսատ ժողովին, որը մայրաթոռը հրավիրել է Ավստրիայում։ Հովնան arczepiskopos Տերտերյանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է։ Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու եպիսկոպոսատ ժողովին եւ կոչ էին արել, որ մայրաթոռը չեղարկի այն։ ԱՄՆ ռազմական նավերի լրացուցիչ նավատորմ է ուղևորվում դեպի Իրան, հայտարարել է Դոնալդ Թրամփը, հուսալով, որ Իրանը կհամաձայնի համաձայնագիր կնքել երկու երկրների միջև։ Հունիսին մենք ոչնչացրել ենք Իրանի միջուկային ներուժը, մենք պետք է դա անեինք, հակառակ դեպքում նրանք մեկ ամսից կավարտեին աշխատանքը, եւ այժմ շատ գեղեցիկ նավատորմ է մոտենում Իրանին։ Կտեսնենք ինչ կլինի։ Նրանք պետք է դեռ սկզբում գործարք կնքեին, այդ դեպքում երկիր կունենային։ Թրամփը նշել է, որ Թեհրանի պաշտոնյաները բազմիցս են ցանկացել բանակցել։ Ըստ ամերիկյան պարբերականների վերլուծությունների, Միացյալ Նահանգները մտադիր է խոչընդոտել ծովային ճանապարհով իրանական նավթային հոսքը դեպի Չինաստան։ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը դատապարտել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի Բաքու այցի ժամանակ արված հայտարարությունները։ Դիվանագիտական առաքելությունը Իսրայելի հայտարարությունները որակել է մեջբերում միջամտողական, սադրիչ եւ լիովին կեղծ։ Այն ռեժիմը, որը հիմնադրվել է ահաբեկչության, բռնազավթման, պաղեստինյան ժողովրդի գաղութային ցեղասպանության հենքի վրա եւ որի պատմությունը լի է մարդկության դեմ կազմակերպած հանցագործություններով, չունի իրավական կամք, բարոյական լեգիտիմություն խոսելու մարդու իրավունքների կամ այլ երկրների ներքին գործերի մասին, ասված է դեսպանատան հայտարարության մեջ։ Ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Իսրայելի արտգործնախարարը հայտարարել էր, թե Թեհրանը դաժանորեն սպանում եւ ճնշում է ազատության համար պայքարող իր ժողովրդին եւ Իրանում տեղի է ունենում անհավանական մասշտաբների կոտորած։ Vláda Slovenskej republiky Ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվել է ինքնասպանությունը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Նա նշել է, որ պլանավորում է միանալ Հունգարիային եւ Եվրամիությանը դատի տալ ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու համար։ Եվրամիության անդամ պետությունները երկուշաբթի օրը պաշտոնապես հաստատել են մինչև 2027 թվականը ռուսական գազի ներմուծման դադարեցման մասին ծրագիրը։ máme k dispozícii veľmi kvalifikovaný dokument. I'd like to see interest rates go down. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դրական զարգացումներ են տեղի ունենում ռուս-ուկրաինական բանակցություններում։ Նրա խոսքով Ուկրաինան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները նախորդ շաբաթ կայացած բանակցությունները կշարունակեն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում այս շաբաթ։ Թե Ուկրաինան, թե Ռուսաստանը եւ թե ԱՄՆ-ն կառուցողական էին գնահատել Աբու Դաբիում երկօրյա բանակցությունները, նշել է Թրամփը։
Մարդկանց կյանքը վտանգող Նիպահ վիրուսը տարածվել է Հնդկաստանի Բենգալիա նահանգում, կանխելու նպատակով Ասիայի մի շարք երկրների իշխանությունները խստացրել են Հնդկաստանից ժամանող ուղևորների ստուգումները։ Վիրուսը մարդուն փոխանցվում է կենդանիներից, հիմնականում չղջիկներից։ Վարակման պահից մինչև ախտանշանների հայտ գալը սովորաբար տևում է 4-ից 14 օր։ Այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, գլխացավով, մկանային ցավերով, փսխումով եւ կոկորդի ցավով, երբեմն սուր թոքաբորբով։ Նիպահի ընթացքում հնարավոր է գլխապտույտ, քնկոտություն, գիտակցության խանգարում, ցնցումներ եւ էնցեֆալիտ, ուղեղի բորբոքում, որը կարող է հանգեցնել անգամ կոմայի։ Այն համարվում է աշխարհի ամենամահաբեր վիրուսներից մեկը եւ դեռևս չկա դրա դեմ դեղամիջոց եւ պատվաստանյութ։ ԱՄՆ-ում արդեն մի քանի օր շարունակվող եղանակային վատ պայմանները չեն նահանջում։ Ձնաբքի հետևանքով զոհվել է 51 մարդ, որոշ շրջաններում ավելի քան 50 սանտիմետր ձյուն է տեղացել։ Միայն Նյու Յորքի փողոցներում ցրտահարությունից 10 մարդ մահացել է։ Որոնեժում հարբած հայրը որդուն պարանով կապել է եւ 7-րդ հարկի պատշգամբից իջեցրել ներքև։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Ամբողջ ընթացքը նկարահանել են եւ տեղադրել համացանցում։